Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին arczepiskopos Ներսիսյանը A1+-ի հետ գրություն հաղորդմանը եկել էր որպես կաթողիկոսի ամենահավանական թեկնածու։ Հեռուստադիտողները հիշում են, որ նա կաթողիկոսի թեկնածու էր ոչ միայն Գարեգին առաջինի, այլև Վազգեն առաջինի մահից հետո։ Անահիտ Մալխասյանը հարցնում է 1994 թվականի կաթողիկոսական ընտրությունների երկրորդ փուլում դուք չքվեարկվեցիք, ձեր վրա քաղաքական ճնշում եղել էր, եւ ինչու դուք լինելով հաղթող թեկնածու դուրս եկաք պայքարից եկեղեցու այսպիսի միասնության եւ համերաշխության համար։ 95 թվականին ես մինչ ընտրությունների կայացումը հայտարարությամբ հանդես եկա, որ եթե վերջին փուլում հայտնվեմ Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ, ուրեմն մրցակցությունը չեմ շարունակի, այսինքն ինքնաբացարկով դուրս կբերեմ իմ թեկնածությունը։ Եվ երբ որ ներկայացավ պահը եւ ես դեմ հանդիման կանգնեցի Մեծիտան Ընկիլիկիո Գարեգին երկրորդ երջանկահիշատակ Գարեգին առաջին հայրապետի հետ բարոյական իմ պարտքը նկատեցի հարգելու իմ խոսքը եւ հրաժարվելու ընտրության շարունակումից, որովհետեւ իմ ժողովրդի զավակունք կարծում եմ չէին հասկանա եւ չէին գնահատի այն քայլը, եթե ես շարունակեի ընտրությունը, այսինքն խոստումը չհարգող եկեղեցականը չէր կարող հավակնել կաթողիկոսական գահին բազմել եւ ժողովրդի հայրապետ կոչվել։ Կաթողիկոսի թեկնածուն պատրաստ է բացել փակագծեր հոգևոր առաջնորդի ընտրությունների վրա հանրապետության նախագահների ունեցած ազդեցության մասին։ Դուք համաձայն եք այն կարծիքի հետ, որ 95-ի ընտրությունների ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանի միջամտությունը բացասաբար անդրադարձավ Գարեգին կաթողիկոսի վարկի վրա եւ կաշկանդեց նրա գործունեությունը հետագա։ Որոշ առումով պետք է համաձայնեմ այդ հաստատումին։ 1995-ին Գարեգին arczepiskopos-ը մրցակցում էր Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ, երբ Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ 1999-ին վերջինս այլևս նախագահ չէր։ Ընտրությունները տեղի էին ունենալու Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Այդ դուք չեք վախենում, որ ինչպես որ 95-ին եւ հետագա տարիներին հավատացյալները հասարակությունը ասում էր, որ դա Լևոնի նշանակած կաթողիկոսն է, այդպես էլ այսօր, եթե արտահայտված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, կասեն այն մարդու, որը կընտրվի այդ կարծիքի ճնշման տակ, կասեն դա Ռոբերտի նշանակած կաթողիկոսն է։ Առ այսօր որևէ ճնշում, որևէ միջամտություն չէ դրսևորված եկեղեցական ընտրություններում եւ ես հույս ունեմ եւ հավատում եմ, որ կաթողիկոսական ընտրությունների ընթացքին նույնպես որևէ միջամտություն եւ ճնշում չի գործադրվի ընտրող падգամավորների վրա եւ ընտրող падգամավորը կարծում եմ ենթակա չէ որևէ ճնշումի, որովհետեւ ընտրությունը կատարվում է փակ գաղտնի քվեարկությամբ եւ նա իր խղճի հետ համախորհուրդ կատարում է իր ընտրությունը։ Իդեպ Սրբազանը համաձայն է, որ Գարեգին կաթողիկոսը կոչված էր վերացնելու երկու նվիրապետական աթոռների միջև տարաձայնությունները եւ միավորելու Անտիլիասն ու Էժմիածինը, որը չստացվեց։ Սրբազանը չի խուսափում նաեւ իր եւ Գարեգին առաջինի ինտելեկտների համեմատության մասին հարցից arczepiskopos-ն ասում է, որ ինքը չի կարող իր մասին գովեստի խոսքեր ասել։ Պետք է ընդունեմ, որ իրապես Գարեգին վեհապարի մտավոր կարողությունների հետ չեմ կարող չափվել։ 1999-ի հոկտեմբերի 27-ին Գարեգին arczepiskopos-ը դարձավ ամենայն հայոց կաթողիկոս, 3 լրացավ վեհապարի 65 տարին։